կայուն պետք է աշխատենք։ Ի վերջո, այս ընթացքում բոլոր ելույթներում, բոլոր ծրագրերում, բոլոր խոսույթներում, որով մենք ձեր առաջ ներկայանում ենք, կարմիր թելի նման անցնում է մի հարց, որը ես ձևակերպում եմ հետևյալ կերպ. նոր որակի պետության ստեղծումը։ Մենք այսօր մտնել ենք արդեն եւ պետք է շարունակենք նոր որակի պետության ձևավորումը։ Եվ նոր որակի պետություն ասելով մենք իհարկե պետք է առաջին հերթին հասկանանք նոր որակի կրթություն։ Այս է պատճառը, որ մենք կրթությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Իսկ կրթության այդ ռազմավարությունը արտահայտվում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրով, արտահայտվում է ակադեմիական քաղաքի ծրագրով, արտահայտվում է նաև նրանով, որ մենք կրթության նախնական շեմը էականորեն նվազեցնելու ռազմավարություն ենք որդեգրել եւ իհարկե դեռ փորձագիտական քննարկումներ կլինեն, բայց մեր խնդիրն է, որ երեխաները հնարավորինս շուտ մտնեն կրթական համակարգ եւ մեր մանկապարտեզային համակարգը մենք տրանսֆորմացնենք եւ ավելի լայնորեն ընդլայնենք մսուր մանկապարտեզների համակարգը, որպեսզի երեխաները հնարավորինս շուտ մուտք գործեն հանրակրթության համակարգ եւ նաեւ սա երիտասարդ մայրերին հնարավորություն կտա ավելի վաղ վերադառնալ աշխատանքի, ավելի մեծ ժամանակ տրամադրել իրենց կրթությանը եւ կարիերային։ Եվ սա մեր ռազմավարական կարևոր ուղղություններից մեկն է։ Հաջորդը, որի մասին ուզում եմ ասել, ըստ էության վերաբերվում է գիտությանը։ Վերջին տարիներին 2017 թվի նկատմամբ մեր Հայաստանում գիտության ֆինանսավորումը ավելի քան կրկնապատկվել ենք, շուտ 2.7-2.8 անգամ 2025 թվականի արդյունքներով գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք աշխատավարձերը գիտության ոլորտում, կամավոր ատեստավորման ճանապարհով, այդ թվում գիտության ոլորտում 100-ից 300%-ով։ Մենք այսօր ըստ էության Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիական անցման փուլում է գտնվում եւ դուք այդ տեխնոլոգիական անցման առաջին առարկայական դրսևորումները տեսաք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսում, երբ օտարերկրյա արտադրության սպառազինությանը զուգահեռ ցուցադրեցինք եւ ձեզ ներկայացրեցինք սպառազինություն, որ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, Բայց այստեղ նրբությունը այն է, որ ոչ միայն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, այլև մենք արդեն առաջին արտահանման լուրջ պայմանագրերը եւ գործարքներն ունենք, երբ Հայաստանում արտադրված սպառազինությունը արտահանվում է զարգացած երկրներ, շատ կարևոր է զարգացած երկրներ, եւ շատ էական ու կարևոր է արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը մեծ քայլերով տեխնոլոգիական տրանսֆորմացիաներ է ապրում։ Անդրադառնալով ռազմարդյունաբերական համալիրին, ասեմ, որ 2021 թվականից մինչև 2025 թվականը Հայաստանի կառավարությունը 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերության համալիրում, ռազմարդյունաբերական համալիրում։ Եվ ահա, նաև ոչ միայն զորահանդեսից հետո հունիսի 3-ից 5-ը մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի ցուցահանդես եւ դուք կարող եք գնալ եւ տեսնել տասնյակ այլ նմուշներ, որոնք զորահանդեսին մենք չենք ցուցադրել, որտեղ այնուամենայնիվ զորահանդեսը 2 ժամից ավել, հələ 2 ժամից էլ ավել տևեց, այնուամենայնիվ ինքը պետք է ավարտ ունենա եւ սա տեխնոլոգիական տրանսֆորմացիայի մի ուղղությունը, մի ճյուղն է։
Ես ուզում եմ հիշեցնել նաև եւ ընդգծել, որ գիտության ֆինանսավորմանը զուգահեռ մենք շատ էական ներդրումներ ենք արել գիտության ոլորտի սարքեր սարքավորումների ձեռքբերման համար։ Շուրջ 10 միլիոն դոլար պետական բյուջեից հատկացրել ենք Երևանի պետական համալսարանում ժամանակակից սուպեր համակարգիչ տեղադրելու համար։ Եվ այսօր Երևանի պետական համալսարանը ունի սուպեր համակարգիչ, որը հասանելի է մեր ամբողջ կրթական եւ գիտական համակարգին։ Բայց հիմա արհեստական բանականության ոլորտում մենք շատ լուրջ զարգացումներ ենք ունենում։ Առաջիկա օրերին Գագարին բնակավայրում կբացվի առաջին արհեստական բանականության գործարանը շուրջ 70 միլիոն դոլարի ներդրմամբ, տեսեք էլի ընկերության անունը մոռացա։ Էական չի, բայց որ ընկերություններ Elevate ընկերությունը Գագարին բնակավայրում հոյակապ առաջին իր մեծությամբ ամենամեծ արհեստական բանականության գործարանն է կառուցում Հայաստանում, բայց նրա ամենամեծ լինելը երկար չի տևի, որովհետև առջևում ուրեմն Հրազդան մեքենա գործարանի տարածքում, որը խորհրդային միության արդյունաբերության ուրեմն հսկաններից մեկն է եղել, այսօր Firebird ընկերության արհեստական բանականության գործարանն է կառուցվում, որի երկարաժամկետ կամ միջնաժամկետ ներդրումների ծավալը 5 միլիարդ դոլարի մասին է խոսքը։ 5 միլիարդ դոլարի ներդրում արհեստական բանականության գործարան ստեղծելու համար։ Սրան զուգահեռ նաև Էլի ուզում եմ ընդգծել, որ մենք բացի Երևանի պետական համալսարանի սուպեր համակարգչից, մենք 20 միլիարդ դրամ ենք ներդնում Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական ինստիտուտներին ժամանակակից գիտական սարքերով զինելու համար։ Այդ սարքավորումների մի մասը արդեն տեղադրված է։ Իմիջայլոց այդ թվում Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում տեղակայված գիտահետազոտական ինստիտուտներում եւ ովքեր տեսել են այդ ամեն ինչը, նրանք ուրախակի արձանագրում են, որ տեղի է ունենում այդ թվում գիտական խոշոր վերափոխումներ Հայաստանի Հանրապետությունում եւ ըստ էության կրթության ոլորտի վերափոխումների մասին խոսելով ես ուզում եմ նաև արձանագրել հետեւյալը, որ այսօր մենք Հայաստանում կառուցում ենք դպրոցներ, որոնց նման դպրոցներ Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության մեջ թույլ տվեք ասեք, չի եղել։ Այսօր այն դպրոցները մենք կառուցում ենք բոլորովին ուրիշ չափանիշների, 21-րդ դարի չափանիշներին համապատասխանող են եւ որը նաեւ ոչ միայն ուղղակի գիտելիք է հաղորդելու մեր աշակերտներին, այլև ազատ երկրի, ազատ քաղաքացու համար նախատեսված դպրոցներ են դրանք, որտեղ միտքը, քաղաքացիությունը, ստեղծագործականությունը եւ պետականակենտրոնությունը անընդհատ պետք է զարգանա։ Ես շատ կարևոր եմ համարում ընդգծել, այսօր ես մեծ հաճույքով տեսեք, ես անկեղծ ասեմ էլի, այս վերջին տարիներին Երևանում այսքան մանրամասն չէի քայլել։ Եվ մեծ հաճույքով եմ տեսնում, Նորքի զանգվածում տեսնում եմ նորակառույց շենքեր։ Այսօր Քանաքեր Զեյթունում տեսնում եմ նորակառույց շենքեր։ Շենգավիթում տեսնում եմ նորակառույց շենքեր։ Էրեբունի վարչական շրջանում տեսնում եմ նորակառույց շենքեր։ Ժողովուրդ ջան, այսօր մենք բնակարանաշինության ծավալներով հասել ենք խորհրդային միության ծավալներին։ Եվ ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա։ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ մենք առաջնային շուկայից բնակարաններ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին $1 միլիարդ աջակցություն ենք ցուցաբերել։ Այսօր այդպիսի ընտանիք չկա։ Այսօր այդպիսի ընտանիք չկա, որ առաջնային շուկայից բնակարանա ձեռք բերում եւ Հայաստանի կառավարության աջակցությունը չի ստանում։ 2018 թվականից
մինչև այսօր 36,000 ընտանիք բնակարանա ձեռք բերել առաջնային շուկայից։ Եվ այսօր Հայաստանում ավելի քան 54,000 բնակարանի կառուցման գործընթաց է տեղի ունենում։ Ներառյալ նաև ընդ որում ես շատ կարևոր եմ համարում։ Մենք այսօր խթանում ենք ոչ միայն Երևանում շինարարությունը, Երևանամերձ մարզերում շինարարությունը, այսօր 100% պետական ֆինանսավորմամբ սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերում շուրջ 3400 տունա կառուցվում 16 միլիոնի ծրագրերով ուղիղ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Բայց նոր որակի պետություն ասելով մենք հասկանում ենք այդ թվում նոր որակի միջազգային դերակատարում եւ նոր որակի արտաքին հարաբերություններ։ Նրանք ովքեր հետևել են մեր արտաքին շփումների 2025 եւ 2026 թվականին այդ նոր որակի շփումները կտեսնեն։ Ժողովուրդ ջան, 2025 թվականի միջազգային հանդիպումների աշխարհագրությունը հետևյալն է։ Ես հանդիպումներ եմ ունեցել Չինաստանի նախագահի հետ, Ռուսաստանի նախագահի հետ, Միացյալ Նահանգների նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, Իրանի նախագահի հետ, Թուրքիայի նախագահի հետ, Ադրբեջանի նախագահի հետ, Վրաստանի վարչապետի հետ, Եվրամիության հանձնաժողովի նախագահի հետ, Եվրոպական խորհրդի Եվրամիության խորհրդի նախագահի հետ։ Այս տարի Ամերիկա Միացյալ Նահանգների փոխնախագահն է այցելել Հայաստան, պետքարտուղարն է այցելել Հայաստան։ Մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ են մայիսի 4-ին այցելել Հայաստան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի Երևանյան գագաթաժողովի մասնակցելու համար։ Տեղի է ունեցել Հայաստան Եվրամիություն առաջին երբևէ առաջին գագաթաժողովը եւ այս ամենի արդյունքում շատ կարևոր մի բան է տեղի ունեցել ժողովուրդ ջան Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն ենք մենք փոխել որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունը այլևս հակամարտության փակուղի չէ այլ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկ է Ընդամենը օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ընդամենը մի ժամով եկավ Հայաստան եւ եկավ մի թուղթ նախաստորագրել, այսինքն 3 թուղթ ստորագրեցին, բայց հիմնական նպատակը մի թուղթ ստորագրելն էր։ Դա TRIP նախագծի իրագործման համաձայնագիրն էր։ Պատկերացրեք, այդ թուղթը ինչ կարևոր նշանակություն ունի, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հարկ համարում մի ժամով գա ստորագրի եւ հեռանա։ Բայց այդ թուղթը մեծ նշանակություն ունի մեզ համար, որովհետեւ այդ փաստաթղթով ի վերջո վերջնականապես հոդս ցնդեցվեց մի շարք ընդդիմադիր, ես կասեի լրտեսական ուժերի կողմից արդեն 4 տարի Հայաստանի օրակարգ ներմուծվող այն թեման, թե իբր Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, Հայաստանի կառավարությունը միջանցք է տալիս եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա ստորագրված փաստաթղթում արձանագրվեց, որ TRIP նախագծը իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո։ Եվ այդ ձևակերպումն էլ, եթե որևէ մեկին բավարար չթվա, եւս մի պարբերություն ավելացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը TRIP նախագծի իրականացման բոլոր գոտիների վրա։ Եվ հետևաբար մենք կարող ենք ասել, որ TRIP նախագիծը մեր անկախությունից ի վեր ամենակարևոր նախագիծն է, որ իրականացվում է մեր երկրում։ Եվ եթե ուշադրություն դարձրել եք նախագահ Թրամփի գրառմանը 2 օր առաջվա մայիսի 28-ի շատ կարևոր է։ Միացյալ Նահանգները TRIP նախագիծը տեսնում են որպես էներգակիրների, այդ թվում էներգակիրների արևելքից արևմուտք տարանցման խողովակ եւ ենթակառուցված։ Սա նշանակում է առաջինը Հայաստանի էներգետիկ դերի եւ անկախության էական բարձրացում եւ երկրորդը Հայաստանի միջազգային դերի եւ
ուրեմն անվտանգության էական բարձրացում, որովհետև այն ենթակառուցվածքը, որը իդեմս թրիփ նախագծի գործելու է Հայաստանի Հանրապետությունում, դա ըստ էության բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը բոլոր առումներով, բայց ես ուզում եմ ընդգծել նաև, որ էական է, որ մենք այս ընթացքում էլ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ անկախությունը մեծացնելու ուղղությամբ ջանքեր են գործադրել եւ այդ ջանքերից կարեւորագույնը հետեւյալն է. Մեծամորի ատոմակայանը 400 մեգավատ հզորություն ունի։ 2018 թվականից մինչև օրս մենք Հայաստանում ստեղծել ենք շուրջ 1200 մեգավատ արևային կայանների հզորություն։ Այդ նշանակում է 3 սուսուփուս առանց աղմուկի ատոմակայանի 3 հզորություն են ստեղծել։ Այսինքն 3 ատոմակայան են ստեղծել։ Առաջիկայում Եվրոպական միության հետ մեր համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը լինելու է կուտակիչ կայանների հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի արևային էներգետիկան անսպառ է, բայց ունի մի թերություն, ցերեկը տալիս է էլեկտրաէներգիա, գիշերը պետք է սպառել։ Եվ գիշերը այդ էլեկտրաէներգիան ունենալու համար պետք է կուտակիչ կայաններ հիմնադրենք եւ մենք առաջիկայում դա անպայմանորեն կարենք։ Սիրելի ժողովուրդ, իհարկե, այս ամեն ինչը ինչ որ ասիկ կարևոր է։ Կարևոր է ընդգծել նաեւ, որ Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխությունը նկատվել է ոչ թե Հայաստանում, այս էլ է շատ հետաքրքիր, որ մենք մեր մասին, մեր առավելությունները միշտ չէ որ նկատում ենք, որտեղ եվրոպացի արևմտյան գործընկերները մեզ ցույց տվեցին, որ արևելքից արևմուտք անցնող ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով։ Սա անսահման հարստություն է, տեսեք, անսահման հարստություն, եւ մենք իհարկե այդ հարստությունը կօգտագործենք, եւ մենք կգործարկենք ոչ միայն հարավային երկաթուղին, այլև հույս ունեմ, որ ներդրումային հաշվարկները ցույց կտան նաեւ հյուսիսային երկաթուղու գործարկման հետ գնելիությունը, արդյունավետությունը, բայց նաեւ այսօր միջազգային ներդրողների հետ մենք քննարկում ենք արևելքից արևմուտք Հայաստանի տարածքով բեռնատարների համար վճարովի ճանապարհի ստեղծումը միջազգային բեռնատարների համար, ինչը մեծ ներդրումներ է բերելու Հայաստանում։ Բայց նոր որակի պետությունը, այս ամեն ինչ որ ասցի, իհարկե պետք է նոր որակի կյանք եւ նոր որակի սոցիալական ապահովություն բերի մեր քաղաքացիներին։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անկախությունից ի վեր միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան միջին սպառողական զամբյուղը։ Մենք 2018 թվականին ունեցել ենք 16000 նվազագույն կենսաթոշակ։ Այսօր նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 46000 է։ Ես 8 տարի վարչապետ եմ, 7 անգամ մենք անդրադարձել ենք թոշակերտին։ 8 տարվա ընթացքում 7 տարբեր որոշումներով։ Եվ սա շատ առանձնահատուկ է, որովհետև դա ոչ միայն կառավարչական կամ սոցիալական որոշում է, այսպիսով մենք արտահայտել ենք մեր սերը եւ ակնածանքը մեր ավակ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ի վերջո այսօր Հայաստանի կապիտալ ներդրումների, կապիտալ ակտիվների 70%-ը ստեղծվել են մենք ավակ սերնդի ներկայացուցիչների կողմից։ Այս է պատճառը, որ մենք 8 տարում 7 անգամ թոշակի խնդրին ենք անդրադարձել եւ այսօր մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ ենք արձանագրում, որ 65+ տարիքի մեր հայրենակիցների համար գործում է առողջության ապահովագրության համակարգը, որը 65+ տարիքի մեր թոշակառուներին ապահովում է առողջապահական նվազագույն կարիքները, առողջապահության նվազագույն կարիքները։ Բայց նաեւ մինչեւ 18 տարեկան մեր երեխաներն են պետական բյուջեից ստանում առողջության ապահովագրություն, որը նաև մեր երեխաների համար է ապահովում նվազագույն առողջապահական կարիքները եւ նոր որակի պետություն ասելով մենք նկատի ունենք այդ թվում սա։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ նոր որակի պետությունը ինչ որ ասցի սոցիալական ոլորտում, գիտության ոլորտում, կրթության ոլորտում,
այդ ամեն ինչը շատ դժվար կամ անհնար կլինի, եթե չլինի խաղաղություն եւ ամենակարևոր նորությունը, ամենակարևոր արդյունքը, որով ես այսօր սիրելի քաղաքացիներ 8 տարի վարչապետությունից հետո եկել եմ ձեզ մոտ, դա խաղաղությունն է, այն խաղաղությունը, որը ի վերջո հաստատված է Հայաստանի Հանրապետությունում եւ ես ձեզ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Իհարկե, այս ընտրություններում եւ նախընտրական քարոզարշավում բազում հարցեր եւ թեմաներ են քննարկվելու, բայց կարևորագույն հարցը, հարցերի հարցը, ամենագլխավոր հարցը, որին պետք է պատասխան տա այս ընտրությունը, հետեւյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնում խաղաղությանը, արդյոք քաղաքացին տեր է կանգնում խաղաղությանը, որովհետև մեր 9 ամսյա խաղաղությունը, 9 ամսյա երեխայի նման մի նոր ուրախություն եւ զվարթություն է բերել Հայաստանի Հանրապետությանը, բայց 9 ամսյա խաղաղությունը եւս մեկ ընդհանրություն ունի 9 ամսյա երեխայի հետ, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք, նա չի ապրի եւ հետեւաբար հարցերի հարցը հետեւյալն է. արդյոք քաղաքացին տեր կանգնում է խաղաղությանը։ Ես հավատում եմ, որ այո, ես հավատում եմ, որ Հայաստանի քաղաքացին կգնահատի այս պատմական պահը եւ կգնա 2026 թվականի հունիսի 7-ին ընտրական տեղամասեր եւ կգործի հետեւյալ տրամաբանությամբ. ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև սիրելի ժողովուրդ, սա պաշտոնի կամ աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, սա պայքար է հանուն անկախության, սա պայքար է հանուն ապագայի, սա պայքար է հանուն խաղաղության եւ շատ կարեւոր եւ էական է, որ այս փուլում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արձանագրի իր բացառիկ ուժը եւ իր բացառիկ պատասխանատվությունը, իր բացառիկ ուժը արձանագրելիս նա պետք է առերեսվի մի պարզ ճշմարտությանը։ Այսօր ընտրություններում մասնակցում են մարդիկ, ովքեր ընդամենը 9 տարի առաջ կարող են հավակնել, որ իրենք կարող են որոշել մարդկանց ճակատագրեր, իրանք կարող են որոշել ով բիզնես անի, ով չանի, ով ներմուծի, ով չներմուծի, ով արտահանի, ով չարտահանի։ Նրանց մեջ եղել է նաև նույնիսկ մեկը, որ հայտարարել է իրեն հռչակել է միակ տղամարդ, բայց այդ երբեմնի ճակերտավոր ուժեղները եւ հզորները, երբեմնի ճակերտավոր միակ տղամարդի այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան չեն որոշում։ Նրանք որ ժամանակին կարող էին հավակնել եւ մտածել, որ կարող են որոշել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիր, այսօր ոչ մի բան, ոչ միայն չեն որոշում, այլ հենց դուք եք որոշում նրանց ճակատագիրը, որովհետեւ Հայաստանի Հանրապետություն եւ ընդհանրապես ամեն ինչի ճակատագիրը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս ուժեղը, այլևս հզորը, այլևս ամենակարողը մի սուբյեկտ է եւ այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Չի կարող Հայաստանի Հանրապետությունում որևէ անհատ, որևէ խումբ, որևէ ուժ հավակնի եւ մտքով անցկացնի, որ ինքը ավելի զորեղ է, քան քաղաքացին, որ ինքը ավելի ուժեղ է, քան ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անհաղթահարելի եւ ամենակարող ուժ է, բայց նաեւ շատ կարեւոր է, որ այդ ամենակարող ուժի յուրաքանչյուր ներկայացուցիչ առերեսվի այն փաստի հետ, որ պետության ապագան, ընտրության ապագան, ընտրության արդյունքները եւ դրանից բխող բովանդակությունը, խաղաղության ճակատագիրը կախված է մի մարդուց։ Պատկերացնում եք, այս ամենակարևոր,
միստիկական եւ ամենախորթավոր պահն է մեր իրականության, որ այս բոլոր բարձր ջուկների հանգուցալուծումը կախված է մի մարդուց ընդամենը մի մարդ պետք է կայացնի այդ որոշումները, մի մարդ պետք է կայացնի որոշումը, թե ինչ պետք է լինի պետության ապագան, ինչ պետք է լինի խաղաղության ապագան, ինչ պետք է լինի անկախության հետ, մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այն մեկ մարդը, որ գիտակցում է իր ուժը եւ գիտակցում է իր պատասխանատվությունը եւ պատրաստ է վերցնել այդ պատասխանատվությունը, թող ձեռք բարձրացնի, թող ձեռք բարձրացնի այդ մարդը, թող ձեռք բարձրացնի այդ մարդը եւ ահա այս բոլոր մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Քանաքերզեյթունին Երևան մայրաքաղաքին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը Փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը Շնորհակալ եմ ժողովուրդ ջան սիրում եմ բոլորիդ հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Քանաքերզեյթունին Երևան մայրաքաղաքին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությանը Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլորին